Իրանական հետախուզությունը զգուշացնում է առգրավել է Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթեր, թեպետ Նեթանյահուն չի ընդունում, որ միջուկային զենք ունի։ Այսպիսով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի գաղտնի միջուկային օբյեկտներին։ Իրանի միջուկային օբյեկտների վրա սիոնիստական ռեժիմի ցանկացած հնարավոր հարձակում անմիջապես կոշտ պատասխան կստանա։ Սիոնիստական հարվածի թիրախները արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են։ Մեր ձեռքի տակ են ռեժիմի ռազմավարական, օպերատիվ եւ գիտական հետախուզական տեղեկատվության հարուստ գանձարանը։ Խոսքը փաստաթղթերի հազարավոր էջերի մասին է, դրանք շուտով կհրապարակվեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ստացված տվյալները թույլ կտան բարձրացնել իրանական հրթիռների հարվածի ճշգրտությունը։ Associated Press-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թեհրանի հայտարարությունն արվել է այն շաբաթվա նախաշեմին, որի ընթացքում, ինչպես սպասվում է, արևմտյան երկրները տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՄԱԳԱՏԵ-ին կառաջարկեն Իրանին ճանաչել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը չպահպանող երկիր։ Իրավիճակը կարող է հանգեցնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձին։ Պատժամիջոցների վերականգնման իրավունքը լրանում է 25 թվականի հոկտեմբերին։ Մայիսի վերջին CNN-ը վկայակոչելով ամերիկյան հետախուզական տվյալները հայտնել էր Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու Իսրայելի պատրաստակամության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել չհարվածել Իրանին։ Նրա կարծիքով դա կարող է հանգեցնել Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի գործարքի տապալմանը։ Միացյալ Նահանգները Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը եւ դադարեցնել միջուկային ծրագիրը։ Հակառակ դեպքում նրանք սպառնում են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ եւ հարվածներ հասցնել նրա միջուկային օբյեկտներին։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով սա տեղեկություն է, որն առանց չափազանցության հնարավոր է դիտարկել սենսացիոն։ Իրանի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանի ձեռքին է Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի ինֆորմացիայի մի մեծ փաթեթ, որի հանրայնացման ծավալը կորոշեն ըստ անհրաժեշտության։ Այդ փաթեթը ներառում է տեղեկություններ Իսրայելի միջուկային օբյեկտների պաշտպանական կարողությունների, նաև Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ կապերի վերաբերյալ։ Դժվար է ասել, թե արդյոք Իրանի հետախուզության նախարարի հայտարարությունը ունի չափազանցություն, թե ոչ, բայց եթե Թեհրանը տնօրինում է Իսրայելի վերաբերյալ այդպիսի գաղտնի տեղեկատվության, եթե կարողացել է հասանելիություն ունենալ այդ փաթեթին, ապա սա իսկապես առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է լինելու Իրանի շուրջ, եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում զարգացումների առումով կարող է լինել բլեֆ, չենք կարող բացառել անշուշտ, բայց մյուս կողմից այդօրինակ մասշտաբի եւ բնույթի հարցերում բլեֆի գնալու պարագայում պահանջվում է մանրակրկիտ հաշվարկ, որ այդպիսի քայլը կարող է լինել արդարացված, հակառակ դեպքում այն կարող է աշխատել հենց Իրանի դեմ։ Մյուս կողմից վերլուծաբանը ամենևին չի բացառում, որ Իսրայելի վերաբերյալ այդ գաղտնի տեղեկատվության հասանելիության հարցում Իրանին կարող էր օգտակար եղած լինել նույն Միացյալ Նահանգները։ Կարող է թվալ շատ տարօրինակ, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն նպաստել, որ Իրանը հասանելիություն ունենա իր դաշնակցի կարևորագույն ռեսուրսների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը։ Հերթական անգամ շեշտեմ, եթե որևէ մեկը համաձայն է, որ տեղի է ունենում համաշխարհային նոր վերափոխում, նոր աշխարհակարգի, ուժային նոր հարաբերակցության ձևավորում, ապա չեն կարող նույն տրամաբանությամբ մնալ հին կապերը, լինել դրանք դաշնակցային, գործընկերային, թե այլ։ ԱՄՆ-ի համար նոր իրողությունների պայմաններում Իսրայելի հետ հին հարաբերության տրամաբանությունը այլևս խնդրահարույց է, ավելի շատ խնդիրներ ստեղծող, քան հնարավորություններ ընձեռող, եւ այստեղ նահանգներից պահանջվում է շատ բարդ ու վիրտուոզ մանևր։ Մի կողմից Իսրայելի հանդեպ ամերիկյան նոր քաղաքականություն կառուցելու, մյուս կողմից իհարկե հնի կառավարելի ապամոնտաժում, այլ ոչ թե փլուզում թույլ տալու համար։ Բադալյանի խոսքով սա անշուշտ չի նշանակում, որ անպայմանորեն հենց Միացյալ Նահանգների մատն է խառը Իրանի ձեռք բերած այդ գանձարանի հասանելիության հարցում։ Ի վերջո Իրանը չնայած տասնամյակների խիստ պատժամիջոցներին եւ տնտեսական շատ լուրջ խնդիրներին, այդուհանդերձ կարողացել է դառնալ աշխարհում տեխնոլոգիապես զարգացած երկրներից մեկը, ինչի վկայությունն Իրանի ռազմաարդյունաբերությունն է։ Հետևաբար Իրանը իհարկե կարող էր հաջողել նաեւ կիբերօպերացիաների կարողության հարցում։ Ամեն դեպքում բոլոր դեպքերում Մերձավոր Արևելքն իսկապես մեծ փոփոխությունների շեմին է, ինչը ձևափոխելու է նաև մեր տարածաշրջանի հետ կապված աշխարհաքաղաքական ծրագրերը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։